Ճամբարակում գազից պայթյուն եղավ, շենք փլվեց, 12 վիրավորի տարան հիվանդանոց, 5 մարդ զոհվեց, քանի տարի կպահանջի, որ այդ մարդկանց համար շենք սարքի այս կառավարությունը։ Տարածքային կառավարման նախարարն ասում է, ոչ մեկ առանց տանիքի չի մնա, կտեղավորենք, հետո պարզվում է, պայթյունից անտուն մնացածների մեծ մասը տեղավորվել է բարեկամների տանը։ Տարածքային կառավարման նախարարը ճեպազրույց է տալիս այն մասին, որ իրեն անհանգստացնում է կուսակրոնությունը ենթադրաբար խախտած հոգևորականների հարցը։ Դու այս պահին այնքան գործ ունես անելու, քո ղեկավարած նախարարությունը այսօր աղետների հետևանքներ պետք է վերացնի։ Ինչերից ես դու խոսում։ Ու երբ նայում ես ովքեր ու ոնց են այդ աղետների հետևանքները վերացնելու, մտածում ես, որ մենք իրոք շատ ավելի մեծ աղետի մեջ ենք։ Հիշում եք, երբ կառավարությունը որոշեց կարկտի համար գյուղացիներին չապահովագրել, Նիկոլն արդարանում էր, թե դե մարդիկ գիտեն, որտեղ է կարկուտը լինում, այնտեղ են ցանում։ Հիմա էլ կարող են չփոխհատուցել ու ասել, գիտեին, որտեղ է տորնադո լինելու, այնտեղ էին տուն սարքել։ Աբսուրդ է, բայց սրանցից հեռու չէ։ Այս բնական աղետների հետևանքները վերացնող նույն կառավարությունն է, որը ուղիղ 13 ամիս առաջ Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետի հետևանքները հլը չի հաղթահարել, գոնե մասամբ։